Մոտեցում բան Սարգսյան, որտեղ տեսեք, մենք այդ խոսվիտը իշխանություններից ենք հաճախ լսում, երբ որ ընդդիմությունը քննադատում է իշխանությանը կամ ասում է սրանց պիտի հեռացնենք, ասում է աթոռակռիվ են անում։ Նախ դա աթոռակռիվ չի, քաղաքական պայքարի տրամաբանությունը դա է հուշում։ Եվ երկրորդը, եթե որևէ քաղաքական գործիչ ունի միտք, մտքեր եւ ուզում է Հայաստանի համար լավ բան անել, ինքը պետք է այդ աթոռին նստի, որ լավ բան անի, հա, առանց աթոռի հնարավոր չէ, լիազորություններ չկան, որ քաղաքական գործիչը ինչ որ մտքեր կյանքի կոչի։ Քաղաքական է այդ մոտեցումը։ Միգուցե իրան կարող ենք անվանել կիսաքաղաքական, բայց չէ որ մեր, այսպես ասած, բռնածուղին նույնպես կիսաքաղաքական է, այսինքն զուտ տեխնոկրատիզմի վրա կենտրոնանալը, եւ ես բազմիցս հայտարարել եմ, քաղաքական գործիչները այլևս առաջիկա որոշակի կարճաժամկետ հեռանկարում անելիք չունեն պետության կառավարման ղեկին, որովհետև միայն տեխնոկրատ կառավարությունը կարող է այս ցեղից անել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա ավելի այսպես խորքից կամ։ Բայց իմաստով տեխնոկրատ եք հիմա։ Տեսեք, հիմա գալիս ենք երաստիճան համակարգով, այսինքն գալիս եմ տեխնոկրատիզմին։ Գոյություն ունի խնդրի ախտորոշում, խնդրի լուծում եւ իրականացնող սուբյեկտ։ Խնդրի ախտորոշումը մենք արել ենք շատ երկար ժամանակ արդեն, ընդ որում մենք այդ թվում զրուցել ենք գիտագործնական մակարդակում, խնդրի լուծումը կա, քննարկվել է բազմիցս, լոկալ տեղերում փորձարկված է եւ մենք ունենք վստահություն, որ հնարավոր է տարբեր ոլորտների խնդիրները լուծել, տնտեսությունից մինչև անվտանգություն, առողջապահությունից մինչև կրթություն եւ այսպես շարունակ։ Մնում է կատարող սուբյեկտը։ Հիմա այդ թվում մենք այս իշխանության հետ, որին ես իմ դիրքորոշումը բոլորին է հայտնի այս իշխանության հանդեպ, որ սրանք չարիք են ու վերջ, ես այլ ձևակերպում իրանց չունեմ, այդ թվում իրանց մենք տվել ենք խնդրի ախտորոշում եւ լուծում։ Ինչ ենք ստացել։ Որոշակի խնդիրների լուծում, կիսա լուծում կամ ստացել ենք, որոշակիներին չենք ստացել։ Հիմա ինձ համար ինչ տարբերություն ով կլինի։ Կարևորը իշխանապողությունն է, որևէ պոստի իմ պաշտոնին հայտնված անձը, եթե չկարողանա մեր տված խնդիրը լուծել, արդեն դա կլինի ինձ համար, այսպես ասած, վերջնագիծը, որ ես կպայքարեմ սուբյեկտի փոփոխության համար։